Գրեթե 4000 զոհ, կորսված Շուշի եւ ԼՂ-ի այլ տարածքներ։ 44-օրյա պատերազմից անցել է 5 տարի։ Այսօր արդեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. խաղաղությունը հաստատված է եւ մեր խնդիրն է հոգ տանել դրա մասին։ Զարկերակ AM-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հետպատերազմյա շրջանում բանակը գտնվում էր նոկաուտի մեջ, սակայն այս ընթացքում Հայաստանը փորձել է ոտքի կանգնեցնել այն։ Լայնածավալ ամրաշինական աշխատանք է կատարվել։ Ասաց նաեւ նկատեց, որ ամեն ինչ այլ կլիներ, եթե նախկինում էլ ոչ թե զինվորի ձեռքով փորված խրամատներ ունենայինք, այլ խորը բունկերներ։ Նա նաեւ կարևոր համարեց ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացիան։ Պատերազմից հետո ինչ որ չափով դասեր քաղել ենք։ Բանակը միայն համազգեստ հագնելու, շարք կանգնելու մասին չէ։ Ասաց նաեւ հավելեց, որ չնայած այս ամենին, հասարակությունը դեռ հետպատերազմյա տրավմայի մեջ է։ Վիճակը համեմատելի չէ 4-5 տարի առաջվա հետ, բայց ասել, որ վերքը բուժվել է, այդպես չէ։ Սաֆարյանն ընդգծեց, որ Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է։ Նրան խաղի կանոններ են պարտադրվել եւ տեսանելի է Հայաստանի քայլերը ուղղված ռիսկերի նվազեցմանը։